Հարգելի դիտողներ, մինչ տեսանյութին անցնելը խնդրում ենք սեղմեք լայք և բաժանորդագրվեք մեր ալիք։ Ես շոու բիզնեսում միակ մարդն եմ եղել, որ հրապարակավ իրեն պաշտպանել եմ, երբ ծաղրում էին իր ռուսերենի փայլուն իմացության համար Շուշան Պետրոսյանը Սոնա Շահգերդյանի հետ վեճի մասին։ Համացանցում լուրեր են տարածվել, որ երգչուհի Սոնա Շահգերդյանն իր վերջին հարցազրույցում անդրադարձել էր Շուշան Պետրոսյանի ու Ավետ Բարսեղյանի հետ տեղի ունեցած վերջին սկանդալներին։ Իր խոսքում միաժամանակ ընդգծելով, որ ոչ մի վատ բան չի տեսնում, որ երգում է ներկայիս իշխանությունների կազմակերպած միջոցառումներին, ասելով, որ ինքը միշտ էլ եղել է բանակի կողքին։ Ես շատ լավ եմ վերաբերվում, որովհետև շատ աստվածավախ մարդ եմ։ Ես չգիտեմ, թե ինչով է պայմանավորված, թե իրեն ինչ եմ արել, երևի խանգարում եմ և շատ հարցերում, և որպես լավագույն երգչուհի և մարդ, որովհետև PR-ի կարիք ունեն։ Ինձ են հիշում, ես ավելի եմ բարձրանում, ինձ չեն կարող պախարակել, ես պարապ չեմ։ Ինչ-որ մեկին նստեմ, խոսեմ։ Երևի պատկեր է եղել, որ էդպես խոսեմ։ Չգիտեմ ինչով է պայմանավորված այդ չարությունը, ամենակարևորը սխալ հասկացել են, զանգել են ինձնից ներողություն են խնդրել, նշել է Սոնան։ Թեման Թերթեյեմ Լայֆը պարզաբանել է երգչուհի Շուշան Պետրոսյանի հետ, ում խոսքով այս գրառումը ճշմարտության հետ որևէ աղերս չունի։ Երգչուհին նշել է, որ վերջին անգամ Սոնա Շահգերդյանի հետ խոսել է 2018 թվականից առաջ։ Ես իր համարն անգամ չունեմ, ասաց Շուշան Պետրոսյանն ու հավելեց, որ նա իր սիրելի երգչուհիների ցանկում է եղել։ Ես շոու բիզնեսում միակ մարդն եմ եղել, որ հրապարակավ իրեն պաշտպանել եմ, երբ ծաղրում էին իր ռուսերենի ճակերտավոր փայլուն իմացության համար։ Ես փաստացի ասացի, որ այս աղջիկը հաղթանակ է բերել ձեզ և փոխանակ հաղթանակով ուրախանաք, ինչի հետևից եք ընկել։ Ինքը կարող էր այդ ժամանակ չհասկանալ, որ պետք չէ ռուսերեն խոսել, բայց օպերատորն ու լրագրողը, որ իրեն ուղեկցում էին, ոչ միայն արել են այդ հարցազրույցը, այլև տարածել են։ Այսինքն իր վրա ուրախանալու, կներեք բառերիս համար, տժալու մոլուցքը այս ժողովրդից դուրս չի գալի։ Հետո 2018 թվականին, երբ տեսա ինչ արեց, այլևս չեմ խոսում իր մասին, ու երբ տեսա իր հարցազրույցն, ուղղակի ծիծաղ առաջացրեց։ Նախկին հաղթանակած բանակով երկու պատերազմ հաղթած ժամանակաշրջանը համեմատել այսօրվա մի ամբողջ սերունդ կորցրած իշխանավորների գործողությունների հետ ուղղակի ծիծաղելի է և ողբերգական։ Երբ մարդը կույր է լինում և խուլ, չի տեսնում և ինչպես հազարամյակների մեջ առաջին անգամ Արցախն առանց հայի է, և այդ ամենի մասին մոռանում է կուրորեն, չարացավ, այդպես հիմար տեքստեր ասելն ուղղակի անհեթեթություն է։ Չգիտեմ ինչ պատասխանեմ, ես ինչպես կարող եմ իր հետ երկխոսության մեջ մտնել։ Մարդ ռինգ, որ դուրս է գալիս, պետք է հավասար քաշայինի հետ լինի։ Հասկանում եք, ես ոնց իր հետ զրուցեմ, ամփոփեց Շուշան Պետրոսյանը։